Եթե համալսարանների ու քոլեջների դասախոսները կամ ուսանողները որոշեն վարկով հեծանիվ գնել եւ դրանով դասի գնալ, ապա կառավարությունը կփակի այդ վարկի տոկոսները։ Գործադիրը նման որոշում է ընդունել։ Վարչապետ Փաշինյանը, որ վերջերս սկսել է ավելի ակտիվ հեծանիվ վարել տեսախցիկների առջև, կարծում է, որ այդպիսով իրենք կխթանեն առողջ ապրելակերպը եւ երթևեկության այլընտրանքային ձևերը։ Տոկոս զրոյացնում ենք բոլոր այն քաղաքացիների, ներողություն, ուսանողների եւ դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց։ Կրթության եւ գիտության նախարարությունը նախագիծը կազմելուց առաջ անգամ հարցում է արել ուսանողների շրջանում։ Պարզվել է, որ 5000 հարցված ուսանողներից միայն 15-ն է հեծանիվ վարում, բայց կցանկանային 150-ը եւ որոշվել է նրանց շահագրգռել հեծանվի վարկի տոկոսները փակելու միջոցով։ Այդ նպատակի համար կառավարությունը պատրաստ է առաջիկա 5 տարիներին հատկացնել 250 միլիոն դրամ։ Չեմ կարող, հաստատ Հայաստանում քշել չեմ կարողանում։ Էսթերն ուսանող է, սովորում է ֆիզկուլտ ինստիտուտում սպորտային պարերի բաժնում, առողջ ապրելակերպի եւ սպորտի սիրահար է, բայց ասում է քաղաքային երթևեկության մեջ ոչ մի դեպքում հեծանիվ չի քշի։ Չէ, թեկուզ նվիրեն, հաստատ չեմ քշի ստեղ։ Շատ վտանգավոր է իմ համար, ճիշտն ասած։ Իրականում քշելը շատ լավ ու օգտակար է, ուղղակի որ հատուկ գիծ չկա հեծանիվի, դա մի քիչ պատճառ է, թե չէ սենց Ազատության հարցման մյուս մասնակիցները եւս ասացին տարբեր պատճառներով հեծանիվ չեն վարում, բայց այդ պատճառների թվում ամենևին հեծանիվ գնելու գումար չունենալը կամ վարկի անմատչելիությունը չեն։ Շորտ անվտանգության նկատառումներից ելնելով երբեք չեմ վարի հեծանիվ, որովհետեւ մեր հայ իրականության մեջ հեծանիվը վարորդները այդքան էլ չեն ընդունվում մնացած վարորդների կողմից։ Ինչու՞ չեք դիտարկում հեծանիվը։ Ոչ թե չեմ սիրում, այսինքն առողջ չա, ինչ-որ զբաղվում եմ սպորտով, վազում եմ առավոտյան, ուղղակի չեմ դիտարկում, էլի ժամանակի առումով երևի, ավելի հարմար եմ նայում մեքենայով։ Խճճված է քաղաքը։ Քաղաքը խճճված է, նախ եւ առաջ ավտոմեքենաները շատ են, հետո մենք այդ հարմարությունները չունենք, որպեսզի մեր Երևան քաղաքում քշեն հեծանիվները։ Նախագծերի վերաբերյալ դիտարկումների ամփոփաթերթում էլ հեծանվային ուղիների անհրաժեշտության մասին նշումներ կան։ Առողջապահության նախարարությունը նկատել է, լավ կլիներ ոչ միայն վարկի պայմանները բարելավել, այլև փողոցներում հեծանվային ուղիների գծանշումների հարցը լուծել։ Վարկային կազմակերպությունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունն ավելի ուղիղ է ձևակերպել միտքը։ Հայաստանի փողոցները չունեն հեծանիվ վարելու համար առանձնացված գոտիներ, ինչը շատ վտանգավոր է եւ նման նախագծեր շրջանառության մեջ դնելուց առաջ պետք է պատշաճ հաշվարկել, թե որքանով է ընդհանրապես այդ նախագիծը իրագործելի։ Այսօր ուսանողներից շատերը չեն երթևեկում հեծանվով։ Ոչ թե այն պատճառով, որ չունեն հեծանիվ ձեռք բերելու համար անհրաժեշտ գումար, այլ նրա համար, որ հեծանիվ վարելը անվտանգ է միայն այգիներում եւ պուրակներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային ուղիներին իր խոսքում անդրադարձավ, ասաց, մինչև հեծանվորդները փողոցներում չշատանան, համայնքները առանձին ուղիներ չեն կառուցի։ Այսինքն քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ այնքան հեծանիվ կա, որ արդեն խնդրեմ է։ Հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում։ Հիմա խնդիրն այն է, որ մեքենաները հեծանիվներին խանգարում են, բայց հեծանիվները մեքենաներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են, որ տենց հարաբերություն չկա, այսինքն բալանս պետք է ձևավորվի, որ դա դառնա օրակարգ։ Փաշինյանի այս դիտարկմանն արձագանքելով կենտրոնի նախկին թաղապետ ուրբանիստ Վիկտոր Մնացականյանն ասում է, վարչապետը խառնում է պատճառն ու հետևանքը։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել սովորեք կծվել բասերի մեջ, հետո ջուրը կլցնենք։ Վիկտոր Մնացականյանն ասում է, հազարավոր հեծանիվներ կան, որ քաղաքացիները քշում են, բայց իրենց բակերում։ Ոչ ոք այսպիսի երթևեկության պայմաններում չգծանշված պողոտաներով հեծանիվ չի վարի։ Ձեր երեխաներին դուք թողեք դասի գնան հեծանիվով, առանց ախրանայի, առանց հասկանում եք փողոց փակելու, առանց ինչ-որ ավելորդ բաների, ապահովական միջոցների։ Ձեր ուսանող երեխային, դպրոցական երեխային, չգիտեմ, ձեր կինը կամ ինքը առանց ախրանայի կգնա, իհարկե ոչ, բայց ինքը չի գնան, չի դրսում, որ երեխեքը գնան փորձանքի մեջ։ Մնացականյանը տարիներ առաջ փորձեց ծրագիր սկսել եւ փոքր կենտրոնում հեծանվային ուղիներ առանձնացնել, սակայն միայն Կողբացի փողոցում 100 մետրանոց պիլոտային ծրագիրն իրագործվեց, այդ ուղին էլ հետո չօգտագործվեց եւ վերացավ։ Հեծանվային ուղիներ ստեղծելը մասնագետներ է պահանջում, որոնք չկան։ Երբ պիլոտային ծրագիրն իրականացվում էր, ասաց անգամ ոչ ոք չգիտեր, թե ինչ գույնով պետք է առանձնացվեն այդ ուղիները։ Բայց մասնագետ չկա, ես այսօրվա դրությամբ Երևանում օրինակ կբերեմ, որ կարող է գրագետ հեծանիվ ուղիներ կառուցել։ Հեծանիվ ձեռք բերելու համար մինչև 300,000 դրամ արտոնյալ վարկի համար ուսանողներն ու դասախոսները կարող են դիմել սեպտեմբերից։